Նիկոլ Փաշինյանը երեկ Ծավալուն հոլովակում կարողացավ տեղավորել քաղաքացիական պայմանագրի ծրագիրը ընտրությանն ընդառաջ։ Քաղաքագետների կարծիքով այս ծրագրի հիմնական դրույթները ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի ժողովրդին գոհացնելու համար են։ Իսկ որոնք են այդ դրույթները։ Ղարաբաղի շարժումը խաղաղության եւ անվտանգության հետ անհամատեղելի են եղել։ Եվ մենք մեծ հաշիվ ենք տվել, ասել ենք լավ, ինչի մեջ է մեր ընտրությունը։ Եվ մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության։ Նիկոլ Փաշինյանն այս պնդումով փաստացի խոստովանել է, ընտրություն է կատարել Արցախի ու խաղաղության միջև, բայց փոխարենը կորցրել է երկուսն էլ, պնդում է քաղաքագետը։ Հիշեցնում է, փոխարենը ստացել է Ադրբեջանի հակահայկական ակտիվ խոսույթների մի փունջ։ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել արևմտյան ադրբեջանցիների վերադարձ եւ Զանգեզուրի միջանցք խոսույթները, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների զանգվածաբար բնակեցման միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիոն էքսպանսիոնիստական ծրագրեր։ Իսկ մինչ Ադրբեջանը նախագահի մակարդակով բարձրաձայնում է տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին, Հայաստանի ներկա վարչապետը ծրագրային ռազմավարության մակարդակով ցանկանում է փակել արցախահայերի տունդարձի իրավունքի հարցը։ Հիշեցնում է, Ղարաբաղի շարժումն էլ անմեղ հումանիտար հարցերից է սկսվել։ Պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով, որովհետև լավ մարդիկ ինչքան պետք է մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակով։ Նիկոլ Փաշինյանը բռնի տեղահանված անձանց իրավունքները ամրագրող միջազգային ակտերին փորձում է հակադարձել կուսակցական ծրագրերով։ Փորձագետներն են ընդգծում, հիշեցնելով նախ ՄԱԿ-ի մայր հռչակագիրը, որն ընդունվել է 1948-ին, ապա 1949-ի Ժնևյան կոնվենցիաները։ Դրանից զատ 2023-ից մինչ այս տարի շարունակվում են ընդունվել միջազգային խորհրդատվական եւ պարտադիր բանաձևեր ու որոշումներ։ Արցախից բռնի տեղահանված հայության լավագույն շահը իրենց տները վերադառնալն է իրոք իրավունքով եւ կարգավիճակով։ Իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոն։ Քաղաքացիական պայմանագրի ծրագրում տեղ է գտել նաև սահմանագծման եւ սահմանազատման հարցը։ Փաշինյանը Ադրբեջանին ռազմավարական գործարք է առաջարկում։ Որն է ռազմավարական գործարքը։ Մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը միմյանց եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն խորհրդային միության տարածքով։ Ներողություն, խորհրդային հայկական ԽՍՀ եւ ադրբեջանական ԽՍՀ տարածքներով։ Ուրեմն ճանաչում ենք ճշգրիտ, դելիմիտացիա ենք անում եւ հանգիստ ենք թողում իրար։ Հանգիստ ենք, ել չենք բանանում, փորփրում, ով երբ որտեղ ապրել եւ այլն, ինչ ա ունեցել, էսա ունեցել են անը։ Մենք փակում ենք այդ թեման, որովհետեւ դա է խաղաղությունը։ Մինչդեռ նույնիսկ Ալմաթայի հռչակագրով Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել։ Բանն այն է, որ հռչակագրի ստորագրումից 2 ամիս առաջ Ադրբեջանում ընդունված սահմանադրությամբ եւ անկախության հռչակագրով Ադրբեջանն իրեն հռչակել է մինչ խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, իսկ 1918-ին Արցախն անկախ միավոր էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկա սահմաններին, քաղաքագետի պնդմամբ սահմանազատման գործընթացը այնքան հարթ չի լինելու, որքան ներկայացվում է։ Հիշեցնում է թե տեղական, թե միջազգային փորձը։ Միմյանց հետ խնդիր չունեցող Հայաստանի եւ Վրաստանի միջև սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը շարունակվում է 20 տարուց ավելի եւ դրա հարցը չէ։ Տաջիկստանի եւ Ղրղստանի միջև սահմանի դելիմիտացիան եւ դեմարկացիան տևել է 20 տարուց ավելի։ Թե որքան կարող է տևել միմյանց միջև կուտակված խնդիրներ ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան եւ դեմարկացիան, սա կարելի է միայն ենթադրել։ Սակայն թե Հայաստանի եւ թե այլ երկրների փորձը հաշվի առնելով ենթադրելի է, որ այն կարող է տևել մի քանի տասնամյակ։ Այսպիսով քաղաքացիական պայմանագրի ներկայացրած ծրագրային դրույթները դուրս են գալիս ներքաղաքական խոսույթի սահմաններից եւ առնչվում են պետական առանցքային հարցերին՝ Արցախ, փախստականների իրավունքներ, սահմաններ։ Փորձագետների գնահատմամբ առաջարկվող խաղաղության օրակարգը կողմերի շահերը հավասարակշռելու միտում չունի։ Այն միակողմանի զիջումների դրամապանության մեջ է։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։